Ողջույն հանրայինի եթերում Եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վահե Մինասյանն եմ եւ զրուցում ենք իհարկե առողջության մասին։ Այսօրվա գլխավոր թեման նվիրված է աուտիզմին։ Ինչպես կարող ենք վաղ ախտորոշմամբ, հոգատարությամբ, սիրով շրջապատելով այս մարդկանց ապահովել նրանց համար լավագույն պայմանները։ Քննարկենք այսօր, դիտում ենք տեսանյութը, հետո հրավիրում ենք մասնագետին։ Գնացինք։ 20 րոպե Նյու Յորքի երկնքում։ Բրիտանացի նկարիչ Սթիվեն Ուիլշիրը հաճախ է ուղղաթիռով զբոսնում, որպեսզի հետո ընդամենը 3 ժամում հիշողությամբ պատկերի ամբողջ քաղաքը, ներփանցքներից մինչև հուշարձաններ։ Նկարիչը աուտիզմ ունի, հաղորդակցման մեջ անձնական շփումներում ակտիվ չէ, փոխարենը բացառիկ հիշողության շնորհիվ կարողանում է գրաֆիկական գլուխգործոցներ հեղինակել։ Սթիվենին հաջողվել է դառնալ բրիտանացի ամենահայտնի նկարիչներից մեկն ու բացել սեփական ցուցասրահը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն հազանգում է ամբողջ աշխարհում աուտիզմ ունեցող մեծահասակների գրեթե 80%-ը գործազուրկ է։ Մինչդեռ աուտիզմով մարդիկ հաճախ օժտված են լինում օրինակ մանրուքները նկատելու ընդունակություններով, որոնք կարող են արդյունավետ լինել տասնյակ մասնագիտություններում։ Այնուամենայնիվ աուտիզմ ունեցողները շարունակում են ենթարկվել խտրական վերաբերմունքի։ Աուտիստիկ սպեկտրի խանգարումը գլխուղեղի զարգացման առանձնահատկությունների խումբ է, որի առաջացման պատճառները մինչև օրս հայտնի չեն։ Իհարկե վարկածները բազմաթիվ են ժառանգականությունից մինչև շրջակա միջավայրի գործոններ։ Իդեպ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարիներ շարունակ գիտական հետազոտություններ է արել ու արդեն ապացուցել, մանկական տարիքում արված պատվաստումները որևէ կերպ չեն բարձրացնում աուտիզմի առաջացման ռիսկը։ Աուտիզմ ախտորոշումը տարեցտարի ավելի մեծ մասշտաբներ է ընդգրկում, բայց այն շարունակում է մնալ լիովին չբացահայտված հիվանդություն բժիշկների եւ գիտնականների համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2023 թվականի տվյալներով աշխարհում 100-ից 1 երեխայի մոտ աուտիզմ է ախտորոշվում։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 2024 թվականի տվյալներով Հայաստանում այս պահին աուտիզմ ունեցող 793 երեխա է ապրում։ Դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, մեր տաղավարում հոգեբան Լիլիթ Մանուկյանն է։ Ողջույն։ Բարև ձեզ։ Մենք այսօր խոսում ենք աուտիզմի մասին եւ մինչև անցնենք բուն հարցերին, կուզենայի, որպեսզի բնութագրեիք, ինչով է տարբերվում աուտիզմով, չասենք տառապող, աուտիզմ ունեցող մարդը մնացած բոլորից։ Աուտիզմ ունեցող մարդը, երեխան կամ մեծահասակը առաջին հերթին տարբերվում է նրանով, որ ունի շփման հետ կապված մի շարք դժվարություններ, մի շարք առանձնահատկություններ, որոնցից առավել հաճախ հանդիպում է շփումից խուսափելու բազմազան ձևերի առկայությունը վարքում, առօրյայում, թե ընտանիքում, թե դրսի միջավայրերում։ Դրանից բացի աուտիզմ ունեցող մարդկանց բնորոշ է կպչուն վարքերի, վիճակների, կրկնվող գործողությունների, ստերեոտիպերի մի մեծ ամբողջություն։ Եվ եթե երկրորդը շատ ավելի տարբեր դրսևորումներ ունի, ապա շփման դժվարությունները ողնաշարային դեր ունեն իրենց ամբողջ կյանքի որակի վրա։ Առաջին նշանները, որ կարող է ծնողը նկատել երեխայի մոտ եւ կասկածել։ Շատ լավ ու կարևոր հարց եք տալիս, որովհետեւ կան դրսևորումներ, որոնք երևում են անգամ մինչև 1 տարեկան։ Իսկապես։ Այո։ Մտածում եմ, որ պետք է խոսի, քայլի, գնա մանկապարտեզ, գուցե նախադպրոցական նոր գլխի ընկնենք։ Կարևոր ընդգծում չհամարենք, որ շուտ նկատել նշանակում է շուտ ախտորոշել, որտեղ այդ գեր ախտորոշումներն էլ լավ բանի չեն բերում եւ ունենում ենք նաեւ իրավիճակներ, երբ որ աուտիզմի ախտորոշում ունի երեխան, որը գուցե եւ դա ի վերջո չունի։ Աուտիզմ չէ։ Այո, հենց այդ բազմազանությունն էլ է բերում նրան, որ հաճախ շփոթմունք է լինում եւ ախտորոշում երեխան ստանում է ըստ էության դա չունենալով։ Խնդիրը այն մասին է, որ բժշկական ախտորոշումը մի բան է, բայց կա գործառութային ախտորոշում, այսինքն մենք կարող ենք հասկանալ երեխան իր տվյալ տարիքին բնորոշ մի շարք որակներով, այդ թվում հոգեբանական որակներով, ստեղծում է կարիք ավելի ուշադիր լինել, ավելի զգոն լինել ու հետևել մի շարք որակների ձևավորմանը։ Եվ այնուամենայնիվ
Դուք ինձ չպատմեցիք նախանշանների մասին։ Բոլորս գիտենք, որ աուտիզմի նշաններից է, չէ, անոնին չարձագանքելը, հայացքին չպատասխանելը, շփման այդ բացակայությունը։ Օրինակ 4-ից 5 ամսականում երեխան արդեն պիտի իր անոնին արձագանքի։ Եթե ուշադիր լինենք, դրանից առաջ կամ այդ անցումային փուլում, երբ որ նոր է ձևավորվում այդ հատկությունը, երեխան արձագանքում է այդ կանչող տոնայնությանը։ Երբ որ ինքը զգում է դա դիմելաձև, այդ փուլում իրան կարող է 10 տարբեր անունով դիմել, ինքը էլի թեքվի։ Առաջինը ուղեղ ընկալմա տոնը, հուզական երանգավորումը խոսքի։ Բայց արդեն 4-5 ամսականում երեխան իր անունին թեքվում է, լավ 6 ամսականում։ Իսկ եթե դա տեղի չի ունենում արդեն 6, 7, 8, 9 ամսականում, արժի ուշադիր լինել։ Կարևոր է տարբերել առհասարակ չի ֆիքսում, թե սոցիալական օբյեկտն է, այսինքն դեմքին չի ֆիքսում։ Այսինքն սպեկտր ունեցող երեխան կարա շատ հրաշալի ֆիքսի հայացքը այլ օբյեկտների, առարկաների, հատկապես զգայական տարբեր խթանիչների վրա, բայց չֆիքսի դեմքի վրա։ Մեր վիճակագրությամբ ասում է Հայաստանում ախտորոշվում է 4-ից 6 տարեկանում, չնայած միջազգային չափորոշիչները ասում է պետք է մինչև 2 տարեկան ախտորոշես։ Դուք համաձայն եք այս թվերի հետ, թե կարծում եք, որ այսօր Հայաստանում ավելի վաղ է ախտորոշվում։ Վերջերս սկսել են հնչեցնել դա կասկած, այսինքն ախտորոշում չի, բայց կա կասկած, այսինքն ավելի վաղ փուլում։ Հա, դա կախված է լինում ոնց որ մասնագետից, հա, իր ներգրավվածությունից, դիտողականությունից, բայց երբեմն արդեն ունենում ենք դեպքեր, երբ որ շատ ավելի վաղ տարիքում հնչում է, որ գիտեք, արժի ուշադիր լինել։ Վերջնական ախտորոշում գուցե չեն տալիս, հա, բայց ուղղորդում են ինչ-ինչ հարցերին ուշադիր լինել, որպեսզի բաց չթողեն կամ սկսեն ի վերջո աշխատել։ Տարբերվում են սովորական այլ մարդկանցից տարբերվում են աուտիզմ ունեցողները եւ գուցե ուշադրությունը չի կարողանում, գուցե սոցիալական շփում չի կարողանում ստեղծի, բայց այնուամենայնիվ երբ դուք աշխատում եք նման երեխաների հետ, գուցե մեծահասակների հետ, ինչ եք նկատում նրանց մտավոր զարգացման մեջ։ Այսինքն նրանք զիջում են հասակակիցներին, նրանք հավասար են հասակակիցներին, գուցե հակառակը նրանք մտավոր շատ ավելի բարձր զարգացվածության մակարդակի վրա են, օրինակ ձեր կարծիքով ինչի է բերում աուտիզմը։ Կա տարբերակ, երբ որ կոգնիտիվ կարողությունները ոչ միայն պահպանված են, այլև սովորականի համեմատ ընդգծված են արտահայտված։ Երեխաներ կան, որ 3 տարեկանում ինքնուրույն որևէ կերպ սովորում են մեծ թվեր գումարել, հանել, դա հայտնի ահա չէ, որպես այդպեսին կարդալ կամ որ անգամ գրում են, կարդում են 3 լեզվով, մի խոսքով։ Բայց փաստը գիտեք ինչու՞մն է, որ եթե դու շատ ավելի բազմակողմանի ախտորոշում ես անում, ինտելեկտուալ կարողությունները դրանով չեն վերջանում, եւ այն մյուս ոլորտներում միևնույնն է հաճախ դեֆիցիտներ կան։ Այո։ Այսինքն գուցե ինչ որտեղ ունի գեր արտահայտված հատկություններ, բայց ընդհանուր առմամբ իհարկե զիջում է։ Հավասարակշռությունը խախտված է։ Կոգնիտիվ կարողությունների, հարմարման մեխանիզմների խախտված է, այսինքն շատ միակողմանի են տարբեր։ Ինչպես պետք է այս մարդկանց հետ վերաբերել, որպեսզի եւ չնեղացնես, եւ չվնասես, եւ հնարավորության դեպքում օգնես ունեցող լինես։ Այսինքն օրինակի համար գիտեմ, որ երեխայի դասարանում կա աուտիզմով երեխա։ Ես տանը ինչ պիտի ասեմ իմ երեխային, ինչ խորհուրդ տամ, ոնց ինքը շփվի այդ երեխաների հետ։ Իհարկե շատ կարևոր է, թե այդ աուտիզմ ունեցող երեխայի մոտ խնդիրները ինչ խորություն ունեն։ Երբ որ մենք խոսում ենք ինտեգրումից, բնականաբար առաջին հերթին մտածում ենք, որ միջավայրը լինի ընկերական ու դրական տրամադրված։ Բնականաբար, այո։ Եվ եթե աուտիզմով երեխայի մոտ դրսևորումները բավական խորն են, ենթադրենք ընդհանրապես չկա խոսք, հարմարման մեխանիզմները բավական թույլ են, այստեղ այդ փոխօգնության կարևորելու, ընդունելու, որ մարդիկ տարբեր են ի վերջո եւ արժեքավոր անկախ դրանից։ Իհարկե։ Այս միտքը կա, բայց երբ որ խոսքը գնում է այնպիսի երեխայի մասին, ով բավական առաջ է, շատ կուզենայի ընդգծել, որ առանձին իմացական կարողություններով առաջ լինելը միևնույնն է չի ապահովում նրանց ռեալ հասունությունը։ Ինքը իր վարքով, իր դրսևորումներով,
հոգեբանական տարիքով միևնույնն է զիջում է։ Եվ դա երևում է իր առօրյա վարքի մեջ։ Ճիշտ մոտեցումը ո՞րն է։ Ճիշտ մոտեցումը այստեղ մեծահասակի ճիշտ դիրքն է, որ միջավայրը նաև օգնի շարունակել առաջ գնալ։ Այսինքն անverջ օրինակ միշտ փողզիջումը ճիշտ չի, եթե երեխան արդեն իր սոցիալական հասունության այնպիսի մի կետի է, որ ինքն էլ կարա իր վարքի վրա որոշակիորեն աշխատել։ Այսինքն մենք ունենք իրավիճակ, երբ որ սովորականի համեմատ ավելի լավ վիճակում գնացած երեխային միջավայրը գերհոգատարությամբ կարա նաև վնասի։ Մենք այսօր խոսում ենք աուտիզմի մասին եւ ես հասկացա, որ ես ինքս դեռևս չեմ տիրապետում եւ եթե շփման նման խնդիր ունենամ կամ պետք է կարդամ, ուսումնասիրեմ թեման, կամ երևի թե պետք է դիմեմ հոգեբանի, որից հետո նոր կարողանամ օրինակ իմ երեխային արդեն ճիշտ ուղղություն ցույց տալ, թե ինչպես նմանատիպ երեխաների հետ ինքը շփվի, համենայն դեպս այստեղ շատ կարևոր է չվնասելու գործոնը, վնաս չտալու, հետո արդեն ինչ որ չափով նաև օգտակար լինելու։ Ամեն դեպքում պետք է հիշենք, որ ցանկացած մարդ դա հասարակության անդամ է եւ նա մեզնից յուրաքանչյուրը իրավունք ունի հավասարության։ Մենք բոլորս հավասար ենք եւ բոլորս իրավունք ունենք երջանիկ լինելու։ Իմ հյուրը հոգեբան Լիլիթ Մանուկյանն էր, մնացեք մեզ հետ։ Ես Շողեր Միրզոյանն եմ, Սոնայի մաման։ Շանանունիչա։ Գրեթե 2 տարեկանում արդեն զգացի, որ իր համեմատ հասակակիցներին Սոնան հետանգնում զարգացման մեջ, խոսքի մեջ։ Երեխան ունի ախտորոշում, աուտիզմի սպեկտրի խանգարում, աուտիզմ, բայց ունի բարձր ֆունկցիոնալություն։ Սա ինձ ենթադրում է, որ երեխան ունի խոսք, երեխան կարող է ունենալ սոցիալական հմտություններ, կարող են զարգացնել սոցիալական հմտություններ։ Անընդհատ մերժողական մոտեցումը երեխային վերաբերող խնդիրներին ոչ մի լավ կետի չի տանում։ Ես հաղթահարել եմ դա, չեմ կարող ասել շատ արագ, ես մինչև օրս դա հաղթահարում եմ, բայց դա ինձ երբեք չի կանգնեցնել, որ ես երեխային տանեմ համապատասխան կենտրոններ։ Ես հրաժարվեմ երեխային տրամադրող օրինակ հաշմանդամությունից, ես հրաժարվեմ դպրոցի առաջարկած տմակի ծառայություններից։ We are Սոնան գնում է երաժշտական թերապիայի, Սոնան գնում է կավագործության, Սոնան գնում է ադապտիվ ֆիզկուլտուրայի, ինքնուրույն գնում է դպրոց, ինքնուրույն դպրոցից հետ է գալիս, դա շատ կարևոր է, պետք է նշեմ, որ առաջի 2 տարին Սոնան լացելով էր գնում դպրոց։ Ինքը ուղղակի չէր ուզում մտնել դպրոց, որտեղ այնտեղ կանոններ են, այնտեղ պետք է նստել, այնտեղ եւ այլն։ Հիմա ինքնուրույն գնում է դպրոց գալիս է եւ ինքնուրույն գնում է մասնակցում է արշավներին։ Շարայի լեռներն ա բարձրացել, Գութանասարն ա բարձրացել, Մաթոսավանքը։ Ոնց որ ցանկացած ծնող մենք էլ չէ ուզում ենք որ մեր երեխաները առանց մեզ ապրեն։ Ես էլ չգիտեմ, տենց օր կգա, որ օրինակ Սոնան կկարողանա առանց ինձ օգտվի հասարակական տրանսպորտից գնա ինքնուրույն աշխատանքի գումար վաստակի։ Ես դա չգիտեմ, բայց դա ինձ չի կանգնեցնում։ Ես այս պահին պիտի դա անեմ, ես անում եմ ու չեմ մտածում թե բա ինչ կլինի հետո կամ ինչ կասի հարևանը, որ իմանա իմ երեխան ունի հաշմանդամություն։ Հիմա 2 ծափիկով։ Մեր հասարակությունը ցավոք մեծացել է մի հատ միջավայրում, որտեղ էլեմենտար հիշատակումներ չկան հաշմանդամության մասին, անգամ ֆիզիկական։ Ու այս պատճառով երբեմն մարդկանց ստիպված է լինում իրազեկել, որ գիտեք, ինքը ոչ թե օրինակ անդաստիերա կա, ոնց որ դուք շտապում եք պիտակավորել, ինքը ունի խոսքի հաղորդակցման դժվարություններ։ Բարձր ձայն հանեց, ոչ թե որովհետև չգիտի ցածր խոսել, որովհետև ինքը չգիտի ինչ այդ պահին զգաց իր հույզը։ Ինքը դրան չի ճանաչում, չի տարբերակում։ Սոնարի մի հատ վարժություն անենք, հա, իրար հետ։ Անցնելով այս ճանապարհը, ես այդ ամեն ինչը մեր ուղին, մեր մարտահրավերները եւ հաղթանակները ամփոփել եմ գրքի մեջ։ Գիրքը կոչվում է Մոլի անունով կատու։ Մոլի կատուն Սոնայի ստեղծած նկարած կատուն է եւ գրքում օգտագործված բոլոր նկարները հետո դարձել են իլյուստրացիաներ եւ օգտագործվել են գրքում, այսինքն բոլորը կարելի ասել Սոնայի եւ իմ հեղինակային աշխատանքն է։ Հաշմանդամությունը հաղթահարելու մասին գիրք է։ Հաղթահարելու, ներառվելու երեխայի շտկողական աշխատանքները տեղին եւ ճիշտ սկսելու մասին։
երբեք չեմ սիրել, երբ որ մեզ ասել են ուժեղ եղի։ Այդ շատ պաթետիկ է հնչում, այդ շատ անտեղի է հնչում, որովհետև մեզից ոչ ոք չի ընտրել այս տեսակի կյանք։ Մենք պետք է կենտրոնանանք մեր այսօրվա անելիքի վրա։ Մենք հենց այսօր ինչ ունենք անելու։ Մենք չպիտի բաց թողենք մեր կյանքը, որովհետև սա մեր կյանքն է, որը որ մենք պիտի ապրենք։ Ես խորհուրդ եմ տալիս զարգանալ, սովորել, կենտրոնանալ օրվա մարտահրավերների վրա, օգնել երեխային լինել սովորական իրենց անսովոր միջավայրում։ Եվ մենք ինքներս լինենք սովորական, անկախ շրջապատի ամեն ինչից, անսովոր հայացքներից, անսովոր վերաբերմունքից։ Հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում յուրաքանչյուր զույգի կամ միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։ Շարունակում ենք հաղորդումը, արդեն էկրանների առաջ հրավիրում ենք ծնողներին, որովհետև ծնողների դպրոցն է եւ նրանց դասավանդելու ենք ճիշտ վերաբերմունք երեխաների հանդեպ, իսկ մեր հյուրը մանկաբույժ Գայանե Հովհաննիսյանն է, համեցեք բժշկուհին։ Իսկ թեման պարազիտներն են։ Պարազիտներ մենք շատ հաճախ նաև երեխաներին ենք մեկ-մեկ ասում ենք մենք դու պարազիտ ես։ Երբ որ ես պարազիտի նման եմ։ Այո, երբ որ իրենց վատ են պահում, մակաբուծում են։ Բայց իրականում մենք այսօր խոսելու ենք իսկական պարազիտների, իսկական մակաբույծների մասին եւ ըստ վիճակագրության պատկերացրեք, որ երկիր մոլորակի բնակչության ավելի քան կեսը 4.5 միլիարդից ավել մարդ ապրում է ունենալով իր օրգանիզմում այս կամ այն մակաբույծը, այս կամ այն պարազիտի հետ է ապրում։ Ինչ են իրենցից ներկայացնում այդ պարազիտները, ոնց են նրանք հայտնվում երեխաների օրգանիզմում եւ ինչ վտանգներ իրենից կարող են ներկայացնել։ Ինչպես դուք նշեցիք, բավականին տարածված է այս խնդիրը եւ շատ հաճախ հանդիպում ենք նախադպրոցական, այսինքն մանկապարտեզ հաճախող երեխաների շրջանում։ Մանկական շրջանում ամենահաճախ հանդիպող պարազիտներից են այսպես կոչված սրատուտը, ասկարիդը, բավական մեծ տարածում ունի նաև լյամբլյաները, ցավոք, եւ հիմնական տարածման ուղին դա կեղտոտ ձեռքերի օգնությամբ են մեկը մյուսին վարակում, ինչպես նաև երեխան օրինակ սրատուտի պարագայում կարող է ինքնավարակել հենց կեղտոտ ձեռքերի, երբ որ հետանցն է քորում, ձվիկները ասում են եղունգի տակ եւ ինքնավարակում է տեղ ունենում, որն էլ պարազիտի շատ սիրելի ցիկլից մեկն է հանդիսանում։ Լավ պատտվում է բերանից հետանցքից բերան։ Մեծահասակներին քիչ թե շատ կարելի է վերահսկել, չնայած անկեղծ ասեմ, ես գտնում եմ, որ մեր բնակչությունը չի սիրում լվացվել։ Երևի մտածում է, որ դա առողջության համար վտանգ է ներկայացնում։ Ես միշտ նշում եմ, որ պետք չի մի վախեցեք, լվացվեք, ոչ մի վտանգավոր բան դրա մեջ չկա, բայց երեխաները դե երեխա են եւ նրանց մի քիչ ավելի բարդ է վերահսկել։ Բակում է խաղում, մանկապարտեզում է խաղում, տարբեր իրերի, հողի հետ է խաղում, ու հետո ձեռքերը տանում է բերանը։ Ու պարազիտները արդեն պատրաստ են։ Ինչ կարող է տեսնել ծնողը, ինչպիսի դրսևորումներ կարող են ունենալ։ Շատ հաճախ առաջի հայտնաբերումը ծնողի կողմից տեսնում է կղանքում փոքրիկ շարժվող սպիտակ սրատուտներին, ովքեր սարսափել, զանգում է բոլոր հնարավոր ծանոթներին։ Զանգարում են, այո, եւ մանկաբույժին են դիմում, եւ առաջի նշանը դա կարող է լինել։ Հաջորդ նշաններից մեկը կարող է լինել օրինակ քորը հետանցքի շրջանում։ Երեխայի մոտ պայմանավորված արդեն թե ինչքան ժամանակ է խնդիրը առկա, կարող է լինել նաև աճի խանգարումներ, թեժ սնուցում, քանի որ իրենց կողմից յուրացնում են որոշակի վիտամիններ, մենք կարող ենք ունենալ նաև որոշակի հիպովիտամինոզի նշաններ, այսինքն երեխայի մոտ կարող է լինել անեմիա, օրինակ պայմանավորված ասկարիդով, եւ օրինակ գաճաճ երիզորդով պայմանավորված բավական լուրջ անեմիկ խնդիրներ կարող ենք ունենալ։ Հետևաբար իրենք անեմիայի պատճառով էլ կարող ենք ունենալ օրինակ աճի զարգացման հապաղումներ, քնի խանգարումներ, ագրեսիվություն, նյարդայնություն, ախորժակի փոփոխություններ եւ փորացավեր։ Այստեղ մենք պետք է հասկանանք, որ շատ վտանգավոր է, շատ վատ է, դա մեր երեխայի առողջության հաշվին է, դա մեր երեխայի սննդանյութերն են, վիտամիններն են, նրա նյարդային համակարգն է, նրա աղեստամոքսային տրակտն է, այսինքն շատ վատ է, եթե երեխան ունի նման խնդիր։ Ինչպես ենք ախտորոշում, որտեղ ես գիտեմ, որ ախտորոշումը բավականին հետաքրքիր է եւ վիճահարույց հարցեր այստեղ շատ կան։ Վիճահարույց է, օրինակ փոքրիկ սրատուտերի հայտնաբերման համար բավականին ինֆորմատիվ է կղանքում ձվիկների հայտնաբերումը կամ հետանցքից քերուկի ժամանակ նորից ձվիկների հայտնաբերումը։
Բայց քանի որ ինչպես նշեցի, ճիճվարկության դեպքում իրենք բավականին հետաքրքիր ցիկլ ունեն, պետք է նաև հասկանալ, թե որ պահին երբ կարող է կատարել եւ այսպես բռնացնել երևույթը։ Դրա համար կան տարբեր անալիզ հանձնելու մեթոդներ, մեկը 3 անգամ 3 օր ընդմիջումով, որը կրկնում ենք 21 օր հետո, որպեսզի բռնացնենք, այսպես ասած։ Հնարավոր ցիկլի, ինչ որ երբ որ արդեն հասել է հետանցք եւ ձվադրել է, այդ պահը բռնացնել բավականին խնդրահարույց է։ Կան տեսակներ, որ արյան միջոցով են հայտնաբերվում, բայց հիմնական մանկական շրջանում հայտնաբերվողները դրանք կղանքի քննությամբ ձվիկների հայտնաբերում է եւ հետանցքի շրջանի քերքն։ Հայտնաբերեցինք բուժման միջոցներ։ Բավականին մեծ դեղորայքային խումբ կա ճիճվարկության բուժման համար եւ տարբեր սխեմաներ։ Բավականին տոքսիկ դեղորայք է եւ բավականին տոքսիկ են իրականում։ Այնպես չի, որ կոնֆետի նման մի բան էր եւ երեխայի առողջության վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն։ Կա այդպիսի բան։ Իրենք բավականին տոքսիկ են եւ այստեղ նորից պետք է ծնողներին հորդորենք ինքնաբուժությամբ չզբաղվել, երբեմն դսելով որ կարի երկու անգամ տալիս են կամ հարևանի երեխաների ատամները կրճտացնում էր, մայրը տվեց, իրենք էլ են սկսում տալ։ Ատամները կրճտացնելը ոչ մի կապ չունի։ Առանց հաշվի առնելու, որ ինչպես դուք նշեցիք, ատամները կրճտացնելը ավելի շատ էմոցիոնալ ֆոնի հետ է կապված, քան թե ճիճվարկության, եւ դեղը մենք տալիս ենք ըստ քաշի որոշակի դոզայով, որոշակի օրերով եւ քանակությամբ։ Հետևաբար, ինչպես դուք նշեցիք, բավականին տոքսիկ է, մենք կարող ենք ավելի շուտ տոքսիկ երևույթ ունենալ, քան թե ինչ-որ դրական օգուտ, դրական ազդեցություն դեղորայքից։ Հավատացեք, ձեր երեխան եւ ձեր շունը կամ կատուն դրանք տարբեր էակներ են, եւ եթե ձեր անասնաբույժը ասել է, որ չգիտեմ, տարին մի անգամ կարելի է շանը ճիճվաթափության նպատակով տալ դեղամիջոցներ, ապա դա ձեր երեխային չի վերաբերում։ Մի արեք։ Նախկին ԽՍՀՄ ընդունված է եղել տարին 2 անգամ, հիմա եվրոպական որոշ երկրներում էլ դա անում են։ Միանվագ դեղորայք մի դոզա դեղորայքով ճիճվաթափություն են անում տարին 2 անգամ, բայց պետք է հիշել, որ շուն ու կատու չի երեխան։ Դոզան բավականին քիչ է որոշակի տեսակի ճիճուների դեպքում ընդհանրապես ազդեցություն չեն ունենալու։ Բայց կարող են տոքսիկ էֆեկտ տեսնել։ Կան տնական միջոցներ, շատ հայտնի, դդմի սերմերը, կաթով սխտորով հոգնաները, որոնք ըստ ավանդության պետք է օգնեն ազատվել ճիճուներից։ Կա արդյոք նման բան։ Դասական ակադեմիական բժշկության մեջ դժվարն եմ ասել, բայց դդմի սերմերի մասին որոշակի հետազոտություններ կան, որտեղ նշվում է, որ իրենք ունեն որոշակի էֆեկտ, բայց նորից կրկնում եմ, ապացուցողական բժշկության մեջ չեմ հանդիպել։ Հաստատ սրանով չեն բուժվի։ Հոգնանները ընդհանրապես լավ բան չեն, որովհետև դուք հոգնայի ժամանակ ամբողջ միկրոֆլորան եք այնտեղ ոչնչացնում, առավել եւս կաթով սխտորով նման դաժանության ձեր երեխան հաստատ արժանի չէ, նման բաներ մի արեք, ցավոք սրտի, այո, մինչև հիմա Հայաստանում նման բաներ օրինակներ մենք տեսնում ենք, եւ ինքնաբուժումը, հավատացեք, ոչ մի լավ բանի չի վերում։ Մենք խոսում ենք ճիճվակրության պարազիտների մասին Կանե Հովհաննիսյանի հետ եւ հերթական անգամ եկանք այն եզրակացությանը, որ եթե ձեր երեխան ունի խնդիր, ապա ձեր երեխայի լավագույն բարեկամը դա մանկաբույժն է։ Մնացեք մեզ հետ։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք հաղորդումը, փորձում ենք սնվել հաճույքով եւ միաժամանակ մնալ առողջ։ Մեզ այս հարցում օգնելու է այսօր սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։ Ողջույն։ Ողջույն։ Մենք այսօր խոսելու ենք սննդի անվտանգության մասին, իսկ ավելի կոնկրետ թե ինչպես պահպանել սնունդը, որպեսզի այդ սնունդը լինի թարմ եւ անվտանգ մեզ համար։ Նախ եւ առաջ երևի պահելուց առաջ այդ սնունդը պետք է գնել ճիշտ տեղից։ Ճիշտ տեղից։ Որն է այդ ճիշտ տեղը։ Մենք ունենք հայկական իրականություն, եւ հայկական իրականությունը դա մի երևույթ է, երբ մեղրը չենք գնում երբեք սուպերմարկետներից, մեղրը բնականաբար գնում ենք զանգով, ծանոթներից, բազմաթիվ մթերքներ, այդ թվում օրինակ բուսական ծագում ունեցող մի բանջարեղեն, այո, ձեռք ենք բերում ոչ սուպերմարկետներից, բայց ձեզ պետք է հիասթափեցնեմ։ Եվ այդ փողոցում վաճառվողը եւ սուպերմարկետում եւ նույնը առավոտյան նույն վայրից են գնել։ Հետևաբար հայկական իրականությունը իսկապես շատ յուրօրինակ է անվտանգության տեսանկյունից եւս, բայց հիշում ենք մի կարևոր հանգամանք, որ սննդամթերքի անվտանգությունը շատ կարևոր է խոհանոցում։ Բայց ինչու է շատ կարևոր, որովհետեւ խոհանոցում մենք պայմանական պիտանի մթերքը կարող ենք դարձնել անվտանգ եւ հակառակը լավագույն մթերքը կարող ենք դարձնել վտանգավոր։ Սննդամթերքը գնեցինք, բերեցինք, կարևոր չէ որտեղից։ Ցանկալի է իհարկե դա անել սուպերմարկետից, որ ինքը գնացել է դաշտից
վերցրել էր, բերել էր, ոչ միտեղ չէր մնացել, չէր հնացել, ասֆալտի վրա ձմերուկները չէին մնացել, ընտիր սննդամթերք բերեցինք տուն, հիմա պետք է մշակենք եւ տեսակավորենք, պահենք, որովհետեւ գնացել ենք 1 շաբաթվա ամբար, վերցրել ենք, բերել ենք։ Ինչ ենք բերել, մենք հաց ենք բերել, տան մենք հացի ամանի մեջ պահում ենք, ինչ վատ բան, կամ ասենք ցելոֆան այդ տոպրակի մեջ փաթաթում ենք ու պահում ենք, մարդկաշ լավաշը սառնարանում է պահում, հացը սառնարանում է պահում, պահել թե չպահել։ Ահա, ասենք նրանից, որ երբ մենք մթերքը ձեռք ենք բերել եւ բերել ենք տուն, ամենաառաջին կանոնը, եթե մեր այդ օրվա ապրանքատեսակների մեջ կան արագ փչացող մթերքներ, շատ երկար չպետք է մտածենք։ Սա շատ կարևոր է, որովհետեւ արագ պետք է տեղակայենք բնականաբար սառնարան, քանի որ բոլոր այն մթերքները, որոնք որ շատ արագ փչանում են, չի կարելի երկար թողել խոհանոցում։ Հացը բնականաբար, եթե ձեռք ենք բերել օրինակ փաթեթավորած, որովհետև հիմա բազմաթիվ փաթեթավորած հացեր կան, որևէ կարիք չկա տեղակայել բնականաբար սառնարան, հատկապես սառցախցիկ, որովհետև բնական է կարող եք համապատասխան տարայի մեջ կամ համապատասխան դարակում հացը պահպանել, ավելին ասեմ, հայկական հացերը, որպես այդպիսին շուկայում իրացվող հացերը շատ արագ նաև փչանում են, որովհետև ոչ թե թթխմորով են պատրաստվում, հա, այլ արտադրական խմորիչներով եւ արդեն երեկոյան ինքը եւ իր համային հատկանիշներն է կորցրած լինում, ավելին ասեմ, չորանում է եւ բնականաբար իր ապրանքային տեսքը օրգանոլեպտիկ հատկանիշները արդեն իրեն հրապուրիչ չեն դարձնում։ Լավաշը դարձյալ խորհուրդ կտամ ձեռք բերել այն քանակներով, որ երկար պահելու կարիք չունենաք, այո, 1 օրվա համար ձեռք բերեք, բայց այնուամենայնիվ կարող եք պահպանել նաեւ սառնարանում։ Սուն առանք բերեցինք, ուզում ենք տեղավորել սառնարանում։ Ունենք գործողությունների շարք։ Ունենք սխալ գործողությունների շարք, որը Հայաստանում շատ հանդիպում է եւ մարդիկ բարձենում են, որ իրենք լավ լվանում են ձուն։ Փաստորեն դուք գտնում եք, որ առանց լվանալու մենք պետք է ձուն տեղադրենք սառնարանի մեջ։ Ջրով մի լվացեք, այլ ընդամենը 4 շորով միայն այդ արտաքին շերտը հեռացրեք եւ միայն օգտագործելուց առաջ լվացեք, որովհետեւ նա ունի պաշտպանիչ թաղանթ եւ թույլ չի տալիս, որ ձեր սառնարանի մանեները արտաքին թաղանթից ներթափանցեն ձվի ներսի հատված եւ ձուն արագ փչանա։ Եվ ամենահաճախ հանդիպող սխալներից մեկը տաք ջրով լավ լվանալ ձուն, հետո նոր տեղակայել սառնարանի մեջ։ Լավ, գոնե սառը ջրով։ Եթե անկեղծ ես բոլորին խորհուրդ եմ տալիս ձուն ձեռք բերել տուփով, հիմա բարեբախտաբար արտադրողների ճնշող մեծամասնությունը տուփերով է ձուն վաճառում, եւ տուփը արդեն բերում եք, ուզում եք դրեք սառնարանի դռանը, ուզում եք դրեք սառնարանի մեջ, այնուամենայնիվ այդ ձուն, չէ, բայց ձուն մի լվացեք։ Հումքը եւս ունի կարևոր նշանակություն։ Այսինքն ի սկզբանե պետք է ձեռք բերել որակյալ հումք, հետևել պատշաճ մակնշումներին եւ ամենակարևորը ջերմային ռեժիմի հսկմանը։ Մենք միս ենք գնել։ Ձուն առանց լվանալու տեղավորեցինք, հիմա մենակ չասեք, որ միսն էլ պետք է։ Դավիթ Պիպոյանը երկար տարիներ աշխատելով նաև հեռուստաընկերությունների եւ եթերների հետ պատրաստ է ստանձնել այդ պարտականությունը եւ հեռուստադիտողների եւ սպառողների կողմից բուռն քննադատվել, բայց միսը եւս չենք լվանում։ Բացատրում ենք ինչու, տեսեք, շատ կարևոր մի խնդիր կա, հավի արտաքին մակերեսին մենք ունենք մանեներ։ Երբ դուք հոսող ջրի տակ պահում եք այդ հավը, բնականաբար այդ ջրի կաթիլները այդ բոլոր մանեներով գեղեցիկ աղտոտում են ձեր խոհանոցը։ Սա կոչվում է խաչաձև աղտոտում։ Եվ դուք ձեր սեփական ձեռքերով աղտոտում եք ձեր պարագաները, ձեր խոհանոցը եւ բնականաբար հետագայում արդեն այդ նույն մակերեսների վրա այն մթերքը, որը որ դուք ջերմային մշակման չեք ենթարկելու, դա կարող է լինել կանաչի, դա կարող է լինել աղցան, բնականաբար հավի արտաքին շերտի մանեները կպցնելու եք, խաչաձև աղտոտելու եք եւ օգտագործելու։ Անկամ սառնարանից հանելուց հետո էլի չլվանալ։ Տեսեք, հավը բնականաբար արտաքին շերտի այդ մանեները 72 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանում բնականաբար արդեն ինակտիվանում են։ Հետևաբար, երբ որ ասում ենք չի կարելի լվանալ, ուշադրություն ենք դարձնում հետո բառերին, որը օգտագործում ենք։ Սառը հոսող ջրի տակ չի կարելի լվանալ։ Ինչու՞։ Որովհետև սառը հոսող ջրի տակ այդ արտաքին մակերեսի մանեները աղտոտում են ձեր խոհանոցը։ Եթե դուք ցանկություն ունեք, կարիք ունեք հարդարելու այդ հարդարման ընթացքում բնականաբար կարիք կա, որ որոշակի ինչ-որ աշխատանքներ իրականացնեք, օգտագործում եք թաս եւ օգտագործում եք եռման ջուր։ Բայց
Ես լավագույն տարբերակը, որը խորհուրդ եմ տալիս, հատկապես եթե պետք է խաշեք, հատկապես եթե տապակեք կամ չգիտեմ ջեռոց տեղադրեք, լավագույն տարբերակը ընդամենը 1 րոպե եռացնելն է։ Այդ ջուրը կարող եք արդեն եռացնելուց հետո թափել եւ հավը ինչպես ուզում եք օգտագործել։ Փետուրները գոնե հանել թույլ եք տալիս։ Հա, շնորհակալություն։ Դարձյալ Վահե ջան, խորհուրդ չեմ տալիս կեղտոտ եւ փետուրներով հավ ձեռք բերել։ Ինչու, որովհետեւ փառք Աստծո այսօր սուպերմարկետներում իսկապես վաճառվում են այնպես սպանդանոցային ծակման եւ այնպիսի ուրեմն թռչնամիս, որը որ լրացուցիչ հարդարման կարիք չունի, բայց մի շատ կարեւոր սխալ, որը որ շատ-շատերը անում են, ձեռք են բերում պաղեցրած հավ, օգտագործում են մի հատվածը եւ մնացած հատվածը տեղադրում են արդեն սարցախցիկ։ Ուրեմն հիշում ենք կանոն։ Եթե ձեռք ենք բերել պաղեցրած հավ, ուրեմն պետք է օգտագործենք պաղեցրած։ Բայց եկեք ձեռք չբերենք պաղեցրած հավ։ Պաղեցրած հավը շատ տարածված է, քանի որ մարդիկ պաղեցրածին ասում են թարմ։ Թարմը հենց պաղեցրածն է, այսինքն որը մենք ձեռք ենք բերել ոչ թե սարցախցիկից, այլ սառնարանից, պլյուսային, ցածր ջերմաստիճանի։ Չէ, բայց եթե դուք միևնույնը բերելու եք տուն եւ խորը սառեցում անեք, որևէ կարիք չկա առնել պաղեցրած հավ եւ խորը սառեցում անել։ Ավելի լավ է միանգամից ձեռք բերեք խոր սառեցրած հավ։ Միրգ բանջարեղեն է։ Սառնարանում ունենք մրգի բանջարեղենի համար նախատեսված դարակ եւ ուզում եմ ասեմ, որ դուք դրանով նաեւ երկարացնում եք իր ապրանքային տեսքը, իր համային եւ հոտային հատկանիշները։ Իդեպ ասեմ մի գաղտնիք, բոլորին թվում է, որ սննդամթերքի անվտանգության կանոնները միայն, անվտանգային տեսանկյունից են կարևոր, բայց հավատացեք, ինձ համար դրանք շատ ավելի կարևոր են համային եւ օրգանոլեպտիկ հատկանիշների պահպանման համար։ Ինչու՞։ Որովհետև եթե միսը ճիշտ չեք պահպանում, բնականաբար իր համային եւ հոտային հատկանիշները փոխում է։ Նույնը վերաբերում է մեր այլ մթերքներին, որոնք որ միկրոօրգանիզմները եւս բազմանում են, փոխում են իրենց գույնը, ապրանքային տեսքը, համը եւ հոտը։ Հետևաբար սառնարանը միշտ տալիս է մեզ այդ հնարավորությունը։ Լվանալ թե չլվանալ։ Տեսեք, միրգը եւ բանջարեղենը շատ կարեւոր է ճիշտ եւ պատշաճ լվանալը։ Միրգի եւ բանջարեղենի համար գոյություն ունի հատուկ լվացման տեխնիկա, երբ օգտագործում ենք թույլ սոդայաջուր կամ թույլ քացախաջուր, եւ դա լիարժեք հնարավորություն է մեզ տալիս մաքրել միրգը եւ բանջարեղենը։ Մեղրը ասում են կարելի է դարերով պահել, համաձայն եք այդ մտքի հետ թե ոչ։ Տեսեք, եթե ուզում եք օգտագործել զուտ որպես քաղցրի աղբյուր, երկար կարող եք պահպանել, բայց չենք մոռանում, որ մեղրը ունի բարձր հակաօքսիդանտային ակտիվություն եւ բնականաբար երկար պահպանելու արդյունքում իր հակաօքսիդանտային ակտիվությունը ամեն տարի թուլանում է եւ որոշակի ժամանակահատված դուք ձեռք եք բերում բարձր գնով մի մթերք, որը այլևս չի ծառայում այն նպատակին, ինչի համար որ ձեռք եք բերել։ Այսինքն դա հեքիաթ է, որ մեղրը չի փչանում։ Չեք թունավորվի, բայց նաեւ չի ոչ մի օգտակար հատկանիշ այլևս այդ մեղրը չի ունենա։ Իդեպ ասեմ, մեղրի հետ կապված եւս մի կարևոր խնդիր, որ ասում են մեղրը չի կարելի ուրեմն տաք ջրի մեջ լուծել, տեսեք, տաք ջրի մեջ ոչ թե չի կարելի լուծել, այլ տաք ջուրը եւս նվազեցնում է իր հակաօքսիդանտային ակտիվությունը, բայց օրինակ 65 աստիճանից ցածր ջերմաստիճանում հակաօքսիդանտային ակտիվությունը պահպանվում է։ Իսկ ես ինքս օրինակ չեմ կարող 65 աստիճանի թեյ խմել, հետեւաբար երբ արդեն այն դառնում է այն ջերմաստիճանի, երբ ես կարող եմ խմել, մեղրը հանգիստ կարող եմ լուծել եւ օգտագործել։ Այո, ջրի մեջ երբ որ լցնում եմ, դուք այդ պահին չեք խմելու այդ թեյը, որևէ նպատակ չկա, բայց երբ արդեն թեյը պետք է խմեք, բնականաբար մեղրը կարող եք լուծել եւ հանգիստ օգտագործել։ Մենք խոսում ենք այսօր սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ, մենք էլի թեմաներ ունեինք, թե որը ինչպես պահել, բայց ժամանակը սպառված է եւ մենք պետք է շարունակենք հաղորդումը։ Մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ է գեղեցկության արվեստը։ Այսօր խոսելու ենք անցանկալի մազերից ձերբազատման մեթոդների մասին։ Մազահեռացման մեթոդները բազմազան են, բայց մենք մասնավորապես կխոսենք այսօր դիոդային լազերային միջամտության մասին։ Եթե մենք խոսում ենք Ալեքսանդրիտ լազերի մասին, ապա միշտ ասում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի մազերը լինեն մուգ գույնի, մաշկը լինի բաց գույնի եւ մազերը լինեն ավելի հաստ, որպեսզի Ալեքսանդրիտ լազերային տեսակը աշխատի։ Դիոդային լազերի ժամանակ ցուցված են բոլոր տեսակի մաշկի գույները։ Դիոդային մազային հեռացման մեթոդը այսօր շատ կատարելագործվել է, մենք ունենք արդեն իսկ քառալիք դիոդային լազեր եւ հզորություններ ունենք բավականին բարձր, իսկ սարքը, որով իրականացվում է դիոդային լազերային մազահեռացումը, ունի հատուկ սառեցման հնարավորություն, որպեսզի լազերը բարձր հզորություն օգտագործելու համար մաշկի վրա որևէ այրվածք չառաջացնի։
28-ից 32 օրը մեկ անգամ է կրկնվում միջամտությունը, նորմայում այն պետք է ամբողջ կուրսը լինի 6-ից 8 անգամ, եթե չկա հորմոնալ դիսբալանս, եթե չկա որոշ հիվանդություններ, որի պատճառով մենք ունենում ենք մարմնի մազակալում, 6-ից 8 անգամից հետո մարմնի վրա մազերը պետք է այլևս չաճեն, ունենանք 1, 2, 3 մազերի աճ։ Դիոդային մազահեռացումը ցուցված է 16+ տարիքային խմբի համար, կան իհարկե հիվանդություններ, որի ժամանակ դիոդային առհասարակ ճառագայթային միջամտությունները հակացուցված են, բայց ամենակարևորը ուզում եմ նշել դա հեղիությունն է, որ որևէ ճառագայթային միջամտություն այս դեպքում չի կարելի իրականացնել։ Այսօր տեսնում ենք մազահեռացման բազմազան սարքեր, բավականին բարձր որակյալ ապրանքանիշերի եւ բավականին ցածր որակյալ եւ նույնիսկ տնային պայմաններում են այն իրականացնում։ Ես ուզում եմ բարձրաձայնել նաեւ այս խնդիրը, ճառագայթային միջամտությունը առողջությանը կարող է հասցնել լուրջ վնասներ։ Դա զուտ խաղոպար չէ, եթե սարքը անորակ է, ապա մենք չենք կարող ասել, թե ճառագայթի երկարությունը որքան կարող է խորանալ եւ որ շերտերում այն կարող է հասնել մարմնի վրա ճառագայթային միջամտություն իրականացնելու ժամանակ։ Այդ պատճառով ես խնդրում եմ, ես հորդորում եմ, որպեսզի հաճախորդները մինչև դիմելը մազահեռացման, այն էլ դիոդային կլինի կամ այլ ճառագայթային կլինի, անպայման ճշտեն, սարքը ունի որոշ սերտիֆիկացումներ, սարքը որակյալ է, սարքը հայտնի ապրանքանիշի է, թե ոչ։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ։ Կհանդիպենք։